Գյումրիում կատարված սպանդից հետո տեղի ունեցած բողոքի գործողությունների մասնակիցներին օրեր շարունակ բաժանմունքներում հարցաքննեցին, փորձեցին վախեցնել, անձնագրեր վերցնել, որոշ տեղեկությունների համաձայն բռնություն կիրառել։ Ցուցարարների պահանջը հունվարի 14-ին, 15-ին առավել քան ադեկվատ էր, երբ կար ցասում, զայրույթ, երբ քաղաքացին տեսնում էր Հայաստանի իշխանությունների անճարակ եւ վախվորած քայլերը, երբ տեսնում էր, որ գործ ունի տանուլ տված իշխանավորի հետ, ով առանց բացատրության եւ արժանապատիվ կեցվածքի ենթադրյալ մարդասպանին տանում հանձնում է ռուսներին, նրան այլ ելք չէր մնում, քան դուրս գալ փողոց։ Նրան իշխանությունները ստիպեցին դուրս գալ եւ ընդվզել, երբ հայ ոստիկանն էլ տանուլ տվեց։ Բարձ ասած քաղաքացին ցուցաբերեց արժանապատիվ մարդու կեցվածք, ով իր գործողություններով փորձեց փրկել նույն դատախազի, մարզպետի, ոստիկանապետի, երկրի նախագահի, ռուսների առջև կաշկանդվածությունից գունափոխված դեմքը։ Ցուցարարն իր պահանջատիրությամբ նաև գործողությունների որոշակի ազատություն տվեց իշխանություններին, որը ռուսների հետ հարաբերվելիս գոնե հղում տան կատարվող զարգացումներին եւ եթե վախենում են սեփական բերանով արտահայտվել, հղում անեն պահանջատեր քաղաքացուն։ Մարդիկ դժվարությամբ, բայց լռեցին։ Եվ ով չգիտեր, որ մի կայծը բավարար է քաղաքացիներին դարձյալ համախմբված ոտքի կանգնելու համար։ Այս տարրական հանգամանքը չէին կարող չիմանալ Հայաստանի իրավապահ մարմինները, որ ցանկացած ոտնձգություն քաղաքացու նկատմամբ կարող է դառնալ այդ կայծը։ Ռուսական ինտերֆաքսի հրապարակումից հետո, երբ ինչ-որ անանուն աղբյուրի հղում տալով հայտարարվեց, որ պետք է ձեռք քաշել Պերմյակովին վերադարձնելու մտքից, որ անգամ դատական նիստերը կլինեն բազայի պարիսպներից այն կողմ, երբ Կոստանյանը ստիպված արագ կերպով անզոր մի գրություն հղեց Չայկային, ժամեր անց հրապարակվում է այն ինֆորմացիան, որ ցուցարար է ձերբակալվել։ Ինչու՞, ում է ձեռնտու բորբոքել հասարակությանը։ Միամտություն կլինի ասել, որ Հայաստանի իշխանությունները չեն պատկերացնում դրա հետևանքները։ Գիտակցելով հանդերձ նրանք գնացին այդ ռիսկին։ Ոստիկանության դատախազության գործողությունները հենց այս շրջանում միանշանակ կարելի է համարել սադրիչ, պրովոկացիոն։ Հայաստանի ահաբեկված իշխանությունները, ովքեր համարձակություն չունեն ուղիղ, բաց տեքստով խոսել Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ, սեփական երկրի ներսում դիմում են խղճուկ հնարքների օգնությանը։ Հարկ է ընդգծել, որ իրավապահ մարմիններն անգամ ցուցարարի ընտրության հարցում են գործել մտածված։ Մնացական Ալեքսանյանը գաղափարապես հասուն երիտասարդ է։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծառայած, հակառակորդի 3 դիվերսիոն գործողություն հետ մղած, բազմաթիվ պարգևների արժանացած, ազատամարտիկի որդի է, Պարկեշտ ընտանիքի միակ առուզավակը։ Նա խուլիգան չէ, որ դատվի ասենք խուլիգանության հոդվածով։ Եվ հենց այս հանգամանքն ավելի է բորբոքելու հասարակությանը։ Իտես բոլորի, որ ցուցարարներից ընտրել են գաղափարակիր քաղաքացու, հասարակական տրամադրությունների բոցավառման կրկնակի էֆեկտ ստանալու ակնկալիքով։